Ես ուրախ եմ առաջին հերթին նրա համար, որ իմ հոգևոր կյանքը այսօր լիարժեք վերականգնվել է, որովհետև ես այսօր չեմ գնում պատարակների որպես վարչապետ, որ նստում են այնտեղ փողկապներով խիստ պատվիրակություններ, ես նա գնում եմ որպես հայաստանյան առաքելական եկեղեցու շարքային հետևորդ եւ ինձ պահում եմ, կարող եմ պահել, ես այն մյուս ձևաչափերով չէի կարող այդպես պահել ինձ պատարակների ժամանակ, իսկ դրանից դուրս էլ պատարակի չէի կարող գնալ, որովհետեւ այդ ապա հոգևորականության մթնոլորտը, որ կար, որ հաստատված էր, դա շատ մեծ արգելք էր։ Հիմա այդ արգելքը հաղթահարված է, ամենամեծ խնդիրը լուծված է, որ ես այսօր որպես հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու շարքային հետևորդ կարող եմ լիարժեք ապրել իմ հոգևոր կյանքով եւ դա ամենակարևոր բանն է եւ ես ուզում եմ դա տեղի ունենա ընդհանուր առմամբ Հայաստանի բոլոր քաղաքացիների հետ, ովքեր ունեն հոգևոր կյանք։ Եվ իմիջիալոց, երբ որ ես ասում եմ, որ հանրահավաք չի, դա պատարակ է, եւ ես ուրախ եմ նաեւ, որ մեր կուսակցությունը, մեր համախոհները, նրանք ովքեր հոգևոր կյանք ունեն, նրանց հոգևոր կյանքն էլ է վերականգնվում։ Ի վերջո այդ ամեն ինչը բան չի, սա ձև չի, եւ ես անձամբ շատ բավարարված եմ, որ ամեն շաբաթ կարող եմ գնալ եկեղեցի, մասնակցել պատարակի, ծնկի գալ եւ այդ թվում մեղքերի թողություն ստանալ։ Դա յուրաքանչյուր մարդու համար կարևոր է։ Նախորդ անգամ դուք հարց եք տվել, ես հետո հարցերով ընկա, մոռացա պատասխանել, հարցրեցիք, ասեք, այդքան շատ մեղքեր ունեք, մեզնից յուրաքանչյուրը շատ մեղք ունի։ Մենք բոլորս մարդը մեղավոր է, մեկինը մի քիչ ավել, մեկինը մի քիչ պակաս, իմը իհարկե ենթադրվում է, որ ավելի շատ։ Պայմանավորված է իմ պատասխանատվության չափով եւ իմ կարգավիճակի առանձնահատկություններով եւ այլն եւ այդպես շարունակ։ Գուցե իմ կյանքի առանձնահատուկ բովանդակությամբ եւ ընդհանրապես կարծում եմ, որ մեղքերից ազատվելու ամենաբանում 31-րդ Սաղմոսում ասում է, որ մեղքերս քեզ ցույց կտամ եւ անօրենությունս չեմ թաքցնի քեզնից։ Դա յուրաքանչյուր հավատավոր քրիստոնյայի համար պետք է լինի կրեդո մոտեցում։